Այսօր մենք միասին կճամփորդենք Աստվածաշնչի ամբողջ պատմությամբ։ Մեր ուղին անցնում է հին եւ նոր կտակարաններով, սկսած աշխարհի արարումից մինչև հայտնության գրքի խորհրդավոր տեսիլքները։ Պատրաստվեք ոգեշնչվելու այս մեծ վեպով, որտեղ Սուրբ գրքի յուրաքանչյուր էջ կենթանանում է մեր առջև։ Աստծո խոստումը հստակ է եւ կանչն արդեն հնչել է։ Թույլ տվեք Աստվածաշնչի խոսքերին փոխել ձեր կյանքը։ Ամեն ինչ սկսվեց հենց սկզբից, դեռ նախքան ժամանակի գոյությունը։ Դատարկության մեջ միայն Աստված էր։ Աստված հավերժ է, նա չունի սկիզբ, նա ամեն գոյի ալֆան է։ Չստեղծված լինելով, նա արարիչն է։ Եվ հանկարծ լույսի պայծառ բռնկումը ճեղքեց խավարը։ Թող լույս լինի, հնչեց զորեղ ձայնը, եւ ամբողջ տիեզերքը ողողվեց ճառագայթող լույսով։ Տիեզերքն սկսեց ընդարձակվել, հայտնվեց երկիրը ծածկված անեզր ծովերով ու անապատային հարթավայրերով։ Աստված նայեց իր արարչությանը եւ մտածեց հաջորդ քայլի մասին. ստեղծենք մարդուն մեր պատկերով ու նմանությամբ։ Մի շարժմով նա հողից կերտեց մի կերպար, որ նման էր իրեն, եւ նրան կոչեց Ադամ։ Ադամի առաջին տեսածը նորածին աշխարհն էր։ Տեսնելով Ադամի մենությունը Աստված վճռեց. լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Մինչ Ադամը քնած էր, Աստված վերցրեց նրա կողոսկրն ու ստեղծեց Եվային։ Երբ Ադամն արթնացավ ու տեսավ նրան, ապշեց. «Սա ոսկոր է իմ ոսկորներից», ասաց նա հիացած նրա ներկայությամբ։ Այդ պահից տղամարդն ու կինը միասին էին։ Սակայն նրանց էր հետևում մի նենգ արարած՝ օձը։ Խորամանկ շպիտով նա մոտեցավ Եվային։ «Արդյոք Աստված արգելել է ձեզ ուտել պարտեզի բոլոր ծառերի պտուղներից», հարցրեց նա կասկած սերմանելով։ Եվան պատասխանեց. «Մենք կարող ենք ուտել բոլորից, բացի մեկից, բարու եւ չարի գիտության ծառից»։ Օձը հավաստիացրեց նրան. «Դուք չեք մեռնի, ընդհակառակը, ձեր աչքերը կբացվեն, եւ դուք կլինեք Աստծո պես, իմանալով բարին ու չարը»։ Եվայի հետաքրքրասիրությունը հաղթեց, եւ նա անդիմադրելի ձգտում զգաց դեպի պտուղը։ Նա ճաշակեց այն, ապա տվեց Ադամին, ով նույնպես կերավ առանց վարանելու։ Նույն վայրկյանին նրանք գիտակցեցին իրենց մերկությունը եւ առաջին անգամ ամոթ զգացին։ Եդեմի մթնոլորտը կտրուկ փոխվեց, երկինքը մտնեց, որոտ լսվեց։ Աստված հայտնվեց, եւ նրա հայացքում հիասթափություն ու բարկություն կար։ «Ինչ արեցիր», հնչեց խիստ ձայնը։ Դողացող Ադամը մեղադրեց Եվային. «Այս կինը, որին դու տվեցիր ինձ, նա տվեց պտուղը, եւ ես կերա»։ Արցունքն աչքերին Եվան շշնջաց. «Օձն ինձ խաբեց»։ Աստծո դատաստանը եղավ ակնթարթային ու դաժան։ «Անիծյալ լինի հողը քո պատճառով, տանջանքով պիտի հայթայթես քո հացը քո կյանքի բոլոր օրերին», ասաց նա։ Իսկ Եվային ասաց. «Ցավով պիտի զավակներ ծնես»։ Օձը դատապարտվեց սողալու փորի վրա եւ հող ուտելու։ Այսպես խաթարվեց Եդեմի անդորրը։ Ադամն ու Եվան վտարվեցին դրախտից ու հայտնվեցին մի դաժան անծանոթ աշխարհում։ Երբ նրանք հեռանում էին, Եդեմն անհետացավ նրանց տեսադաշտից։ Դրախտից դուրս նրանց առաջին երեկոյի հորիզոնը ներկվեց մուգ կարմիրով։ Արարչագործության այս տիեզերական պատմությունը, լի հրաշքներով ու աղետներով, դարձավ մարդկային պայքարի, փրկության ու հույսի հավերժական սկիզբը։ Եդեմից արևելք չոր հողերի վրա Ադամն ու Եվան մեծացրին երկու որդի՝ Կայենին եւ Աբելին։ Կայենը ավագը մշակում էր հողը կիզիչ արևի տակ, իսկ Աբելը կրտսերը հովիվ էր։ Նա հանդարտ էր ու բարի։ Մի օր զայրույթից բորբոքված Կայենը բացականչեց. «Աբել, ինչու է Աստված ընդունում քո նվերները, իսկ իմը մերժում։ Ինչ ունես դու, որ ես չունեմ»։ Աբելը, նրբորեն շոյելով գառնուկին, հանգիստ պատասխանեց. «Խնդիրը սրտի մեջ է, եղբայր, Աստված սրտին է նայում»։ Այս խոսքերը Կայենի մտքում հնչում էին որպես անողոք թմկահարություն։ Օրեցօր նախանձի ստվերն ավելի էր կլանում նրան։ Մի պայծառ աստղազարդ երեկո նա սարսափելի որոշում կայացրեց. «Արի վաղը միասին դաշտ գնանք», առաջարկեց նա Աբելին, թաքցնելով իրական մտադրությունները։ Արևի առաջին շողերի հետ եղբայրները դուրս եկան դաշտ, որտեղ օդը լարված էր։ «Ինչու է Աստված ընդունում քո զոհը, իսկ իմը ոչ», ցածրաձայն հարցրեց Կայենը մռայլ տոնով։ «Ամեն ինչ անկեղծության մեջ է, Կայեն։ Ես տվեցի լավագույնը, ինչ ունեի», պատասխանեց Աբելը, չկասկածելով վտանգի մասին։ Եվ հանկարծ դաշտի լռությունը խզվեց սարսափելի օճորով։ Կայենը վերցրեց քարը եւ հարվածեց Աբելի գլխին։ Նա ընկավ հողին, ցավի ու զարմանքի արտահայտությամբ։
Կայեն, եղբայրիմ, շշնջաց նա, մինչ կյանքը լքում էր նրան։ Երկիրը դարձավ մարդկության պատմության մեջ բռնության առաջին ակտիվը կան։ Աբելի արյունը ներծծվեց հողի մեջ, արդարություն աղաղակելով դեպի երկինք։ Կայենը քարացել էր, արյունոց ձեռքերով ու սարսափած։ Հանկարծ նրա մտքում հնչեց հզոր ձայնը. «Ուր է քո եղբայր Աբելը»։ «Չգիտեմ, միթե ես իմ եղբոր պահապանն եմ», մրմնջաց Կայենը սարսափից ու զղջումից կծկված։ «Քո եղբոր արյունը երկրից ինձ է բողոքում, դրա համար դու անիծյալ ես և պիտի վտարվես այս բերի հողից», խստորեն ասաց Աստված։ Այդ պահին Կայենի ճակատագիրը վճռվեց։ Հողը, որ նախկինում բերք էր տալիս նրա ձեռքերում, դարձավ ամուլ։ Նա դարձավ թափառական, հավերժ նշանավորված իր հանցագործությամբ, մարդկության պատմության առաջին սպանությամբ։ Ժամանակի ընթացքում մարդկությունը բազմացավ, բայց նաև այլասերվեց։ Աստված տեսավ, որ մարդկանց չարությունը մեծացել է և որոշեց մաքրել երկիրը անօրինությունից, սակայն խավարի մեջ մեկն առանձնանում էր իր արդարությամբ՝ Նոյը։ Աստծո պատգամը հստակ էր. «Նոյ, ես որոշել եմ բնաջնջել ամեն կենդանի էակ, քանի որ երկիրը լցվել է բռնությամբ։ Կառուցիր մի տապան գոֆեր փայտից, դրա մեջ խցիկներ շինիր և այն ներսից ու դրսից կուպրով պատիր»։ Նոյն առանց վարանելու գործի անցավ։ Նա աշխատում էր անմնացորդ, և նրա յուրաքանչյուր մուրճի հարվածը հնչում էր որպես դատավճիռ մեղավոր աշխարհի համար։ Հարևանները ծառում էին նրան. «Ցամաքի մեջտեղում նավ ես սարքում, Նոյ, խելքդ թռցրել ես»։ «Ջրհեղեղը մոտ է», հաստատակամ պատասխանում էր նա։ Անցան օրեր, ամիսներ, տարիներ, և վերջապես տապանը պատրաստ էր։ «Ջրհեղեղը կծածկի երկիրը», հրամայեց Աստված։ Երբ եկավ նշանակված ժամանակը, կենդանիները, կարծես անտեսանելի ուժով առաջնորդված, սկսեցին մտնել տապան։ Դռները պինդ փակվեցին, և երկրի վրա տիրեց ծանր լռություն։ Հետո երկինքը մտնեց, և հանկարծ ընկան անձրևի առաջին կաթիլները, որոնք արագ վերածվեցին հորդառատ հեղեղի։ Մարդկանց հետաքրքրասիրությունը փոխվեց սարսափի։ «Նոյը ճիշտ էր», գոռում էին նրանք, վազելով դեպի տապանն ու հարվածելով փակ դռներին. «Բացեք»։ Բայց նրանց աղաչանքներն իզուր էին։ Ջուրը արագ բարձրանում էր։ Տապանի ներսում Նոյն ու նրա ընտանիքը լսում էին Աստծո բարկության որոտը, լցված վախով ու հույսով։ 40 օր ու գիշեր անձրևը չդադարեց։ Տապանը միայնակ այդ ավերիչ տարերքի մեջ օրորվում էր ալիքների վրա։ Աստիճանաբար աղաղակները լռեցին, կլանված ջրերի կողմից։ Ժամանակի ընթացքում ջրերն սկսեցին հետ քաշվել, և տապանը կանգ առավ Արարատ լեռան վրա։ Նոյը դողացող ձեռքով բացեց պատուհանը և բաց թողեց աղավնուն։ Երրորդ անգամ աղավնին վերադարձավ, կտուցին ձիթեն ու շուխ։ «Երկիրը չորացել է», ասաց Նոյը թեթևացած։ Այդժամ Աստված դիմեց նրան. «Դուրս եք տապանից, աճեցեք ու բազմացեք, և վերստին լցրեք երկիրը»։ Արցունքն աչքերին Նոյը հնազանդվեց։ Նա զոհասեղան կառուցեց և Աստծուն երախտագիտության զոհ մատուցեց։ «Ես ուխտ եմ կապում քեզ հետ», հռչակեց Աստված, «խոստանում եմ այրևս երբեք ջրհեղեղով չբնաջնջել կյանքը։ Որպես նշան իմ ծիածանը կդնեմ ամպերի մեջ»։ Ծիածանը, որ փայլում էր երկնունքում իր բոլոր գույներով, դարձավ Աստծո խոստման խորհրդանիշը։ Նոյն ու նրա ընտանիքը, կանգնած նորացված հողի վրա, հույսով նայում էին ապագային։ Ժամանակի հետ երկիրը կրկին լցվեց կյանքով։ Նոյը տեսնում էր, թե ինչպես են իր զավակներն ու թոռները մեծանում այս նոր աշխարհում։ Նրա երեք որդիները՝ Սեմը, Քամը և Հաբեթը, դարձան բազում ազգերի նախահայրեր։ Մարդկությունը, որ խոսում էր մեկ լեզվով, հավաքվեց Սենաարի դաշտում։ «Եկեք քաղաք կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը հասնի մինչև երկինք», որոշեցին նրանք, ցանկանալով անուն հանել։ Շինարարությունն արագ էր ընթանում, աղյուսն աղյուսի հետևից էր դրվում, և աշտարակը սլանում էր վեր։ Նեբրովթը շտապեցնում էր բոլորին, այն պետք է հասնի երկնքի կամարին։ Սակայն Աստված բարձրից նայում էր նրանց ջանքերին։ «Տեսեք», ասաց նա, «նրանք մեկ ժողովուրդ են և ունեն մեկ լեզու։ Սա միայն սկիզբն է նրանց արածների»։ Հանկարծ շինհրապարակում աղմուկը լռեց։ Բանվորներից մեկը աղյուս էր խնդրում, բայց պատասխան լսում էր անհասկանալի բառեր։ «Այդ ի՞նչ ես ասում», հարցրեց նա հոնքերը կիտելով։ Ի պատասխան հնչեց անիմաստ հնչյունների շարան։ «Ի՞նչ է կատարվում», գոռաց Նեբրովթը, փորձելով կարգուկանոն հաստատել, բայց նրա հրամանները խեղդվում էին անհասկանալի աղմուկի մեջ։ Մի ակնթարթում փոխըմբռնումը վերացավ։ Մտերիմ ընկերները նայում էին միմյանց, հուսահատ դեմքերով։ Բաբելոնի աշտարակի շինարարությունը հանկարծակի կանգ առավ։ Այն մնաց անավարտ, որպես մարդկային հպարտության և Աստծո միջամտության հուշարձան։
Լեզուները բաժանեցին մարդկանց, եւ ընտանիքները ցրվեցին աշխարհով մեկ, փնտրելով նոր հողեր, որտեղ կկարողանային հասկանալ միմյանց։ Նեբրովթը, կանգնած անավարտ աշտարակի մոտ, հասկացավ, որ իրենց առջև մի ուժ է, որը գերազանցում է ցանկացած երկրային քաղաքակրթություն։ Մարդկությունը սփռվեց, բայց երբեք չմոռացավ իր հպարտության գինը։ Ավելի ուշ Աստված իր հայացքն ուղեց մի ընտանիքի վրա, որը պիտի դառնար Մեսիայի ճանապարհի սկիզբը։ Մի պայծառ աստղազարդ գիշեր Աստծո ձայնը հնչեց Աբրահամի կյանքում. «Հեռացիր քո երկրից ու քո հոր տնից եւ գնա այն երկիրը, որ ես քեզ ցույց կտամ։ Դու կդառնաս մեծ ազգի հայր, ես կօրհնեմ քեզ օրհնողներին եւ կանիցեմ քեզ անիծողներին։ Երկրի բոլոր ազգերը կօրհնվեն քո միջոցով»։ Աբրահամի սիրտը թրթրաց վճռականությունից, նա պատասխանեց. «Ահա վասիկ ես Տեր, ես կկատարեմ քո կամքը»։ Նա հայտնեց այս պատգամը իր կնոջը Սարային։ «Մենք պետք է գնանք»։ «Ուր»։ հարցրեց Սարան։ «Չգիտեմ հստակ», խոստովանեց Աբրահամը։ «Տերը կառաջնորդի մեզ»։ Աբրահամը, Սարան, նրանց եղբորորդի Հովտը եւ նրանց ամբողջ ունեցվածքը ճանապարհ ընկան դեպի անհայտություն։ Անցնելով անծայրածիր անապատներով, նրանք ամեն օր տեսնում էին նոր տեսարաններ։ Մի խաղաղ գիշեր աստղազարդ երկնքի տակ Աստծո ձայնը նորից հնչեց. «Այս երկիրը, որ տարածված է քո առջև, ես կտամ քո սերունդներին»։ Նայելով Քանանի տարածքներին, Աբրահամը զգում էր Աստծո խոստման օղջ լրջությունը։ Չնայած ճանապարհը լի էր դժվարություններով, Քանանի կանաչ դաշտերից մինչև Եգիպտոսի խորհրդավոր հողերը, Աստծո ուխտը մնում էր նրա հետ։ Նայիր երկնքին եւ հաշվիր աստղերը, եթե կարող ես, այդքան կլինի քո սերունդը, ասաց Աստված։ Անցնում էին տարիներ, բայց խոստացված զավակը չկար։ Սարան հուսահատված համոզեց Աբրահամին երեխա ունենալ իր աղախին Հագարից։ Այս միությունից ծնվեց Իսմայելը, ով դարձավ արաբական ժողովուրդների նախահայրը։ Սակայն Աստծո խոստումը Աբրահամին մնում էր ուժի մեջ։ Ի վերջո, երբ Սարան արդեն առաջացած տարիքում էր, նա ծնեց Իսահակին, բերելով մեծ ուրախություն իրենց տուն։ Աբրահամի ուղին դարձավ մի մեծ տոհմածարի սկիզբ, որն իր մեջ ներառում էր թագավորներ ու մարգարեներ։ Իսահակն ամուսնացավ Ռեբեկայի հետ, եւ նրանք ունեցան երկվորյակներ՝ Եսավինն ու Հակոբին։ Դեռ արգանդում նրանք պայքարում էին միմյանց դեմ, բայց ի վերջո օրհնությունն ստացավ Հակոբը։ Մի բախտորոշ գիշեր Հակոբը տեսիլք տեսավ, մի սանդուղք, որը հասնում էր երկինք, եւ Աստված ասաց. «Ես Աբրահամի ու Իսահակի Աստվածն եմ, այս հողը կտամ քեզ ու քո սերունդներին»։ Հակոբն ունեցավ 12 որդի, նրանց մեջ առանձնանում էր Հովսեփը։ Հենց նա էր ընտրված Աստծո կողմից շարունակելու իր տոհմին տրված խոստումը։ Սա առաջացրեց եղբայրների նախանձը, եւ նրանք Հովսեփին որպես ստրուկ վաճառեցին Եգիպտոսում։ Չնայած ծանր փորձություններին, Հովսեփը Աստծո տված իմաստության շնորհիվ բարձր դիրքի հասավ, դառնալով Փարավոնի գլխավոր խորհրդականը։ Մեծ սովի ժամանակ նրա եղբայրները եկան Եգիպտոս, սնունդ փնտրելու, չիմանալով, որ իրենց առջև կանգնած է այն նույն եղբայրը, ում իրենք դավաճանել էին։ Հուզմունքից խեղդվելով Հովսեփը բացահայտվեց նրանց. «Ես Հովսեփն եմ, ձեր եղբայրը, մի վախեցեք, սա Աստծո ծրագիրն էր, որպիսի փրկվեն ձեր կյանքերը»։ Նա ներեց նրանց եւ ամբողջ ընտանիքին տեղափոխեց Եգիպտոս, Կեսեմի բերի հողերը։ Այնտեղ Իսրայելի 70 սերունդները սկսեցին արագ բազմանալ։ Տարիներ անց Եգիպտոսում նոր փարավոն բարձրացավ, ով չէր հիշում Հովսեփին։ Իսրայելացիները շատացել են եւ կարող են վտանգավոր դառնալ, շշնջում էր նա կասկածանքով։ Նա հրամայեց ստրկացնել նրանց։ «Թող առանց դադարի աղյուսներ պատրաստեն ու կառուցեն մեր քաղաքները», հրամայեց նա։ Այսպես սկսվեց ծանր ստրկության շրջանը։ Վերակացուները մտրակում էին իսրայելացիներին։ Այնուհետև փարավոնը հրամայեց սպանել բոլոր նորացին եբրայեցի տղաներին։ «Նետեք նրանց Նեղոսի մեջ»։ Մովսեսի մայրը, ցավով լցված, բայց վճռական, թաքցրեց որդուն զամբյուղի մեջ եւ թողեց գետի ափին։ Այնտեղ զամբյուղը գտավ եգիպտական արքայադուստրը։ Նա հասկացավ, որ սա եբրայեցի երեխա է եւ կարեկցանքից դրդված որդեգրեց նրան։ Նա երեխային կոչեց Մովսես, որ նշանակում է ջրից հանված։ Մովսեսը մեծացավ պալատում, բայց չմոռացավ իր ծագումը։ Մի օր նա տեսավ, թե ինչպես է մի եգիպտացի դաժանորեն ծեծում եբրայեցի ստրուկին։ Մովսեսը զայրույթից սպանեց Եգիպտացուն եւ հասկանալով, որ իր կյանքը վտանգված է, փախավ անապատ։ Այդ ընթացքում իսրայելացիները շարունակում էին տառապել։ Իրենց ցավի մեջ նրանք աղաղակեցին Աստծուն. «Փրկիր մեզ, Տեր»։ Աստված լսեց նրանց։ Անապատում Մովսեսը տեսավ մի արտասովոր երևույթ։
մի մորենի, որն այրվում էր, բայց չէր մոխրանում։ Կրակի միջից հնչեց Աստծո ձայնը. «Մովսես, Մովսես»։ Մովսեսը ծնկի իջավ ու պատասխանեց. «Ահավասիկ ես»։ Աստված ասաց նրան. «Ես տեսա իմ ժողովրդի տառապանքը Եգիպտոսում եւ ուղարկում եմ քեզ Փարավոնի մոտ նրանց դուրս բերելու համար»։ Մովսեսը կասկածելով իր ուժերին հարցրեց. «Ո՞վ եմ ես, որ գնամ Փարավոնի մոտ»։ Աստված հավաստիացրեց նրան. «Ես քեզ հետ կլինեմ։ Դու կհանես ժողովրդին մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է բխում»։ Մովսեսը վերադարձավ Եգիպտոս եւ կանգնեց Փարավոնի առաջ պահանջելով. «Արձակիր իմ ժողովրդին»։ Սակայն Փարավոնը սառնասրտորեն պատասխանեց. «Ո՞վ է այդ Տերը, որ ես լսեմ նրան եւ արձակեմ Իսրայելին։ Չեմ արձակի»։ Աղետներն սկսվեցին։ Նեղոսի ջրերը վերածվեցին արյան, ձկները սատկեցին եւ ամբողջ Եգիպտոսում գարշահոտություն տարածվեց։ Տները լցվեցին գորտերով, ճանջերով ու մժերներով, քաոս առաջացնելով եգիպտացիների մեջ։ Ամեն պատժի ժամանակ Փարավոնը հուսահատ խնդրում էր Մովսեսին. «Աղաչիր քո Աստծուն, որ դադարեցնի այս սարսափելի աղետը»։ Անցավ Եգիպտոսով, եւ ամեն ընտանիքում, որը կորցրեց իր անդրանիկ զավակին, լսվում էին սգո ճիչեր։ Վշտից կոտրված Փարավոնը տեղի տվեց եւ ասաց Մովսեսին. «Հեռացիր քո ժողովրդի հետ»։ Այսպես Եգիպտոսում 400 տարի մնալուց հետո իսրայելացիներն սկսեցին իրենց ելքը Մովսեսի առաջնորդությամբ։ Նրանց հետ գնում էր մոտ 600,000 տղամարդ, չհաշված կանանց ու երեխաներին, ընդհանուր առմամբ գրեթե 2 միլիոն մարդ։ Նրանք ուղղվեցին դեպի Կարմիր ծով, բայց շուտով Փարավոնը նորից փոխեց իր որոշումը եւ նրանց հետևից ուղարկեց մարտակառաքերը։ Երբ իսրայելացիները տեսան մոտեցող եգիպտական զորքը, սարսափը պատեց նրանց։ «Միթե Եգիպտոսում գերեզմաններ չկային, ինչու մեզ բերեցիր այստեղ մեռնելու»։ Ճչում էին նրանք։ «Վստահեք Տիրոջը», պատասխանեց Մովսեսը եւ բարձրացրեց իր գավազանը։ Նույն պահին ծովը ճեղքվեց եւ երկու կողմերում ջրեպարիսպներ կանգնեցին, իսկ մեջտեղում 4 ճանապարհ։ «Առաջ», հրամայեց Մովսեսը, ժողովրդին տանելով ծովի հատակով։ Եգիպտացիները նետվեցին նրանց հետևից, բայց երբ իսրայելացիներն անցան մյուս ափը, Մովսեսը նորից բարձրացրեց ձեռքը եւ ջրերը փակվեցին, կլանելով Փարավոնի զորքը։ Ազատվելով ստրկությունից իսրայելացիները ցնծում էին, փարաբանելով Աստծուն. «Տերն իմ ուժն ու երգն է, նա եղավ իմ փրկությունը»։ Մարդիկ ուրախանում էին, երգում եւ պարում։ Անապատով ճամփորդությունը նոր դժվարություններ բերեց, չկար ջուր եւ սնունդ։ Ժողովուրդը դժգոհում էր. «Ինչու մեզ հանեցիք Եգիպտոսից»։ Մովսեսը դիմեց Աստծուն եւ հրաշքների վկա դարձավ։ Ժայռից ջուր բխեց, իսկ առավոտյան գետնին հայտնվում էր մանանան, երկնային հացը։ Սինա լեռան վրա ժողովուրդն ստացավ Աստծո պատվիրանները, որոտների եւ փառքի մեջ։ «Ես եմ քո Տեր Աստվածը», հնչեց ձայնը երկնքից, «բացի ինձնից այլ աստվածներ չունենաս»։ Մարդիկ ապշած տեսածից համաձայնեցին պահել ուխտը, սակայն շուտով նրանք գայթակվեցին։ Մինչ Մովսեսը լեռան վրա էր, ժողովուրդը ձուլեց մի ոսկե հորթ եւ ասաց. «Այս է քո Աստվածը, Իսրայել»։ Սա առաջացրեց Աստծո բարգությունը, բայց Մովսեսն սկսեց բարեխոսել ժողովրդի համար, ասելով, որ ավելի լավ է իր անունը ջնջվի կյանքի գրքից, քան ժողովուրդը կործանվի։ Ողորմությունը հաղթեց եւ ուղին շարունակվեց։ Թափարումների տարիներն ուղեկցվում էին թե ապստամբություններով, թե հրաշքներով։ Ի վերջո նրանք մոտեցան Ավետյաց երկրի սահմանին։ Հոգնած Մովսեսը դիմեց ժողովրդին. «Ես ձեզ հետ չեմ գա»։ Նա Հեսուն Ավեին նշանակեց նոր առաջնորդ եւ ասաց. «Եղեք ուժեղ եւ քաջ»։ Հրաժեշտ տալով Մովսեսը հեռացավ, իսկ ժողովուրդը պատրաստվեց մտնել իր նախնիներին խոստացված երկիրը։ Հեսուն Ավեին վճռականությամբ մոտեցավ Հորդոնան գետին։ «Երեք օրից մենք կանցնենք այն», հայտարարեց նա։ Երբ քահանաները ուխտի տապանակով մտան ջրի մեջ, գետի ընթացքը կանգնեց եւ բացվեց 4 ճանապարհ։ Ժողովուրդն անցավ լի սպասումով ու հույսով։ Էրիքովը դարձավ առաջին լուրջ փորձությունը։ Նրա պարիսպներն անառիկ էին թվում, բայց Տերն ասաց Հեսուին. «Ես Երիքովը տալիս եմ քեզ»։ Աստված պատվիրեց, որ ռազմիկները օրը մեկ անգամ պտտվեն քաղաքի շուրջը 6 օր շարունակ։ 7-րդ օրը նրանք պետք է պտտվեին 7 անգամ եւ վերջում փող փչեին։ Իսրայելացիները լուռ քայլում էին պարիսպների շուրջը, մինչդեռ Երիքովի բնակիչները ծաղրում էին նրանց վերևից։ 7-րդ օրը, երբ հնչեց փողի ձայնը, Հեսուն Ավեն գոռաց. «Աղաղակեք, քանզի Տերը մեզ տվեց այս քաղաքը»։ Նույն վայրկյանին Երիքովի պարիսպները դղրդյունով փլվեցին։ Իսրայելացիները ներխուժեցին քաղաք։ Նվաճումները շարունակվեցին։
Գաբավոնի ճակատամարտում Հեսուն անակնկալի բերեց թշնամուն գիշերային արշավով։ Երբ օրն ավարտվում էր, բայց կռիվը դեռ չէր վերջացել, Հեսուն բացականչեց. «Արեգակ, կանգնիր Գաբավոնի վրա, եւ դու Լուսին, Այալոնի ձորի վրա»։ Լուսատուները կանգ առան, եւ օրը երկարեց այնքան, մինչև իսրայելացիները հաղթանակ տարան։ Սա պատմության մեջ միակ դեպքն էր, երբ Տերը կատարեց մարդու հրամանը։ Հաղթանակների հետ մեկտեղ աճում էր վախը իսրայելացիների հանդեպ։ Հյուսիսի հզոր հասոր թագավորությունը նույնպես ընկավ։ Հեսուն ավեն հրամայեց այրել քաղաքը։ Տարիներ տևած պատերազմներից հետո երկիրը վերջապես խաղաղություն գտավ։ Ձեր հասակում Հեսուն հավաքեց ժողովրդին Սյուքեմում. «Իսկ ես եւ իմ տունը պիտի պաշտենք Տիրոջը»։ Ժողովուրդը միաձայն պատասխանեց. «Մենք պիտի պաշտենք Տիրոջը, քանզի նա է մեր Աստվածը»։ Հեսունավեի առաջնորդությամբ իսրայելացիները բնակվեցին Ավետյաց երկրում։ Սակայն նրա մահից հետո սկսվեցին դժվար ժամանակներ։ Առանց առաջնորդի ժողովուրդը սկսեց տատանվել հավատքի մեջ։ Այդ շրջանում չկար թագավոր եւ ամեն մեկն անում էր այն, ինչ իրեն ճիշտ էր թվում, հաճախ ընկնելով կռապաշտության մեջ։ Դրա պատճառով Աստված թույլ էր տալիս այլ ազգերին ճնշել Իսրայելին։ Նեղության մեջ նրանք աղաղակում էին Աստծուն, եւ նա ուղարկում էր դատավորներ, ազատարարներ։ Բայց անօրինությունը շարունակվում էր։ Մարդիկ ուզում էին կառավարման այլ ձև։ Նրանք դիմեցին Սամուել մարգարեին. «Մենք թագավոր ենք ուզում, ինչպես այլ ազգերը, որ նա մեզ առաջնորդի»։ Տերը տեղի տվեց նրանց խնդրանքին եւ ընտրեց Սավուղին։ Սկզբում Սավուղը քաջ էր, բայց շուտով նրա հպաստությունն ու անհնազանդությունը բերեցին նրա անկմանը։ Սավուղն ինքը զոհ մատուցեց, ինչը պետք է աներ միայն Սամուելը։ Մարգարեն հանդիմանեց նրան. «Քո թագավորությունը չի հաստատվի»։ Սամուելը կանխագուշակեց, որ Տերն ընտրել է մեկ ուրիշին, իր սրտին համապատասխան։ Դա Բեթխեհեմից մի խոնարհ հովիվ էր, Դավիթը։ Երբ Սամուելը օծեց նրան, Աստծո հոգին իջավ Դավիթի վրա։ Նրա երաժշտությունը հանգստացնում էր տառապող թագավորին։ Դավիթի փառքը հատկապես աճեց փղշտացի հսկա Գողիաթի հետ հանդիպումից հետո։ Ո՞վ է այս անթլպատ փղշտացին, որ համարձակվում է մարտահրավեր նետել կենդանի Աստծո զորքին։ Զինված միայն պարսատիկով ու քարով նա տապալեց Գողիաթին եւ սեփական սրով կտրեց նրա գլուխը։ Հաղթանակը մեծ ուրախություն բերեց, բայց արթնացրեց Սավուղի նախանձը, ով Դավիթի մեջ մրցակից տեսավ։ Չնայած սպանության բազում փորձերին, Դավիթը միշտ փրկվում էր։ Սավուղի թագավորությունն ավարտվեց ողբերգականորեն, նա ինքնասպան եղավ մարտի դաշտում։ Սավուղի մահից հետո բոլորը ճանաչեցին Դավիթին որպես թագավոր։ Նա միավորեց Իսրայելի բոլոր ցեղերը եւ Երուսաղեմը դարձրեց մայրաքաղաք։ Սակայն Դավիթը նույնպես անթերի չէր։ Նա գայթակղվեց Բերսաբեյով, ինչը հանգեցրեց Ուրիայի սպանությանը։ Նաթան մարգարեն հանդիմանեց նրան, եւ զղջացած Դավիթն ընդունեց իր մեղքը. «Մեղանչեցի Տիրոջ առաջ»։ Չնայած այս մեղքին, Աստված հաստատեց իր ուխտը Դավիթի հետ, խոստանալով, որ նրա թագավորությունը հավերժ կլինի։ Դավիթը թագավորեց 40 տարի։ Մահից առաջ նա պատվիրեց որդուն Սոլոմոնին. «Եղիր քաջ եւ պահիր Տիրոջ պատվիրանները»։ Սոլոմոնը, ով հայտնի դարձավ իր իմաստությամբ, Աստծուց խնդրեց իմաստուն սիրտ ժողովրդին արդար դատելու համար։ Աստված տվեց նրան ոչ միայն իմաստություն, այլև հարստություն ու փառք։ Սոլոմոնը Երուսաղեմում կառուցեց տաճարը, երկրպագության վեհաշուկ վայրը։ Սակայն ծերության ժամանակ նրա բազում կանայք շեղեցին նրա սիրտը դեպի օտար աստվածները, ինչը թուլացրեց նրա հավատարմությունը։ Սա դարձավ միասնական թագավորության անկման սկիզբը։ Սոլոմոնի մահից հետո իմաստության դարաշրջանն ավարտվեց։ Նրա որդի Ռոբովամը չկարողացավ ճիշտ կառավարել, եւ թագավորությունը տրոհվեց։ 10 ցեղերը կազմեցին հյուսիսային թագավորությունը, Իսրայելը Հերոբովամի գլխավորությամբ։ Իսկ Հուդան ու Բենյամինը մնացին հավատարիմ Ռոբովամին, կազմելով հարավային թագավորությունը, Հուդան, Երուսաղեմ մայրաքաղաքով։ Հերովովամը վախանալով, որ ժողովուրդը կրկին կձգտի դեպի Երուսաղեմ, որոշեց կեղտ երկրպագություն հաստատել։ Նա ստեղծեց 2 ոսկե հորդ, մեկը Բեթելում, մյուսը Դանում, եւ ասաց. «Սրանք են քո աստվածները, Իսրայել»։ Սա տարավ ժողովրդին դեպի հոգևոր անկում։ Չնայած մարգարեների նախազգուշացումներին, Իսրայելի թագավորները շարունակում էին մեղանչել։ Ամենամռայլ ժամանակը Աքահաբ թագավորի օրոք էր, ով իր կնոջ Հեզաբելի ազդեցությամբ ներմուծեց Բահաղի պաշտամունքը։ Այդ ժամանակ Աստված բարձրացրեց Եղիա մարգարեին։ Նա կանգնեց Աքահաբի առաջ եւ ասաց. «Կենթանի է Տերը, որ այս տարիներին ոչ ցող կլինի, ոչ անձրև, մինչև որ ես չասեմ»։ Սկսվեց դաժան երաշտ, որը տևեց 3 տարի։
Վերջնական բախումը Եղիայի եւ Բահաղի մարգարեների միջև տեղի ունեցավ Կարմելոս լեռան վրա։ Եղիան մարտահրավեր նետեց. հավաքիր ամբողջ Իսրայելը եւ Բահաղի 450 մարգարեներին։ Բահաղի մարգարեները զուր կանչում էին իրենց Աստծուն։ Երբ եկավ Եղիայի հերթը, նա պարզ աղոթեց. Տեր, Աբրահամի, Իսահակի եւ Իսրայելի Աստված, ցույց տուր այսօր, որ դու ես միակ Աստվածը։ Նույն վայրկյանին երկնքից կրակ իջավ եւ լափեց զոհը։ Տեսնելով սա, ամբողջ ժողովուրդը բացականչեց. Տերն է Աստվածը։ Բահաղի մարգարեները մահապատժի ենթարկվեցին եւ շուտով անձրև եկավ։ Սակայն սա չմեղմացրեց Հեզաբելի կատաղությունը։ Եղիան ստիպված էր փախչել անապատ։ Իսրայելը շարունակում էր գլորվել դեպի անդունդ։ Այս անհնազանդությունը բերեց Աստծու դատաստանին։ Եսայի մարգարեն հայտարարեց, որ Աստված Ասորեստանն օգտագործելու է որպես իր բարկության գործիք։ Հյուսիսային թագավորությունն ընկավ եւ ասորեստանցիները գերեվարեցին ժողովրդին։ Իսրայելը կործանվեց, բայց հարավային թագավորությունը, Հուդան, նույնպես չդասվեց նրանց սխալներից։ Հովաքիմ թագավորը նույնիսկ այրեց Երեմիա մարգարեի գրվածքները։ Արդյունքում Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը պաշարեց Երուսաղեմը։ Պաշարումը տևեց 18 ամիս։ Վերջապես բաբելոնացիները ներխուժեցին քաղաք, այրեցին տաճարը եւ տները։ Սեդեկիա թագավորը փորձեց փախչել, բայց բռնվեց։ Նրա աչքի առաջ սպանեցին որդիներին, ապա կուրացրին հենց իրեն։ Մնացած հրյաները շղթայված տարվեցին Բաբելոն, բայց նույնիսկ գերության մեջ Աստծո ձայնը չլռեց։ Դանիելի եւ նրա ընկերների միջոցով Աստված ցույց տվեց իր զորությունը։ Երեմիայի միջոցով Տերն ասաց. 70 տարի հետո ես ձեզ կվերադարձնեմ այս երկիրը։ Եվ փոփոխությունը եկավ անստասելի։ Պարսից Կյուրոս մեծ թագավորը գրավեց Բաբելոնը եւ հրամայեց վերականգնել Երուսաղեմի տաճարը։ Զորաբաբելը Դավիթի սերնդից առաջնորդեց ժողովրդին դեպի տուն։ Նրանք տեսան միայն ավերակներ, բայց սկսեցին վերականգնել տաճարը լի նոր հույսով։ Տաճարի վերաշինումից հետո մարգարեական ձայնն աստիճանաբար լռեց։ Սկսվեց միջկտակարանյան լռության շրջանը, որը տևեց 400 տարի։ Այդ ընթացքում աշխարհը փոխվեց։ Ալեքսանդր Մակեդոնացին նվաճեց հսկայական տարածքներ, այդ թվում Հուդան։ Նրա մահից հետո սկսվեց պայքար իշխանության համար։ Հույների տիրապետությունը դարձավ դաժան։ Նրանք փորձում էին վերացնել հրեական հավատքը տաճարում կանգնեցնելով Զևսի արձանը։ Սա առաջացրեց Մակաբայեցիների ապստամբությունը, երբ Մատաթիա քահանան կանչեց. ով հավատարիմ է ուխտին, թող հետևի ինձ։ Այս արարքը բորբոքեց համաժողովրդական ապստամբություն։ Մատաթիայի որդիները, որոնք հայտնի դարձան որպես Մակաբայեցիներ, սկսեցին պարտիզանական պատերազմ զավթիչների դեմ։ Հուդա Մակաբայեցին, ում անվանում էին մուրջ, դարձավ քաջության եւ ռազմական իմաստության խորհրդանիշ։ Մենք պետք է մարտչենք մեր ազատության եւ հավատքի համար, ասում էր նա։ Բազում մարտերում Մակաբայեցիները հաղթեցին Սելևկյաններին։ Վճռական ճակատամարտից առաջ Հուդան դիմեց զորքին. հույսները դրեք զորությունների տիրոջ վրա։ Ավելի լավ է մեռնել մարտում, քան տեսնել մեր երկրի կործանումը։ Հրաշքով նրանք հաղթեցին եւ մ.թ. 164 թվականին վերագրավեցին Երուսաղեմն ու դերաոցեցին տաճարը։ Սակայն պայքարը չավարտվեց։ Երբ Ռոմն սկսեց հզորանալ, հայտնվեց նոր թշնամի։ մ.թ. 163 թվականին հռոմեացի զորավար Պոմպեոս մեծը գրավեց Երուսաղեմն ու հայտարարեց. այս հողն այժմ պատկանում է հռոմեական կայսրությանը։ Հուդան վերածվեց հռոմեական պրովինցիայի։ Այս իրադարձությունների ֆոնին իշխանության եկավ Հերովդես մեծը, դաժան ու խորամանկ մի տիրակալ։ Ես կկառուցեմ աննկարագրելի գեղեցկության մի տաճար, խոստացավ նա, հուսալով շահել ժողովրդի սերը, բայց նրա կառավարումը լի էր հալածանքներով։ Չնայած մարգարեական ձայների բացակայությանը, Մեսիայի, Օցիալի սպասումը շարունակում էր ապրել։ Մի գիշեր Բեթխեհեմի երկինքը հանկարծակի ողողվեց պայծառ լույսով։ Դաշտում գտնվող խովիվները սարսափած էին արտասովոր տեսիլքից, հայտնվեց հրեշտակը եւ ավետեց. «Մի վախեցեք, ես ձեզ մեծ ուրախություն եմ հայտնում, որը կլինի բոլոր մարդկանց համար։ Այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց Փրկիչը, որն է Օծյալ Տերը»։ Հովիվները շտապեցին Բեթխեհեմ։ Համեստ մսուրում Մարիամը նայում էր իր նորածին որդուն, Հիսուսին։ Նա հիշում էր Գաբրիել հրեշտակապետի խոսքերը. նա մեծ կլինի եւ բարձրյալի որդի կկոչվի։ Կողքին կանգնած էր Հովսեփը, լի պատասխանատվության զգացումով։ Լռությունը խզեցին հովիվները, ովքեր եկել էին երկրպագելու Փրկչին։ Տեսնելով մանկանը նրանք խոնարհվեցին, բացականչելով. «Փառք Աստծուն բարձունքներում եւ երկրի վրա խաղաղություն»։ Այդ ժամանակ արևելքից մոգերը հետևելով աստղին հասան Երուսաղեմ
եւ հարցրին Հերովդեսին. «Ուր է հрьяաների նորածին արքան։ Մենք տեսանք նրա աստղը եւ եկել ենք երկրպագելու նրան»։ Տագնապած Հերովդեսը իմացավ քահանաներից, որ Մեսիան պիտի ծնվի Բեթլեհեմում։ Մոգերը գտան Հիսուսին եւ մատուցեցին իրենց ընծաները՝ ոսկի, կնդրուկ եւ զմուրս, նվերներ արժանի թագավորին։ Տեղեկանալով, որ Հերովդեսը ուզում է սպանել մանկանը, նրանք այլ ճանապարհով վերադարձան իրենց երկիր։ Կատաղած Հերովդեսը հրամայեց սպանել Բեթլեհեմի բոլոր մինչև 2 տարեկան տղաներին։ Սակայն հրեշտակը զգուշացրեց Հովսեփին, եւ նրանք փախան Եգիպտոս։ Հերովդեսի մահից հետո ընտանիքը վերադարձավ եւ բնակվեց Նազարեթում։ Երբ Հիսուսը մեծացավ, եկավ նրա հրապարակային գործունեության ժամանակը։ Հովհաննես Մկրտիչը Հորդոնանի ափին քարոզում էր. «Ապաշխարեցեք, քանզի երկնքի արքայությունը մոտեցել է»։ Հիսուսը եկավ մկրտվելու։ Երբ նա դուրս եկավ ջրից, երկինքը բացվեց, եւ Աստծո հոգին աղավնակերպ իջավ նրա վրա, իսկ երկնքից հնչեց ձայնը. «Դա է իմ սիրելի որդին, որն ունի իմ բարեհաճությունը»։ Ապա Հիսուսը տարվեց անապատ, որտեղ 40 օր ծոմ պահեց եւ հաղթեց սատանայի փորձություններին։ Վերադառնալով Գալիլեա, նա ընտրեց իր 12 առաքյալներին։ Հիսուսը շրջում էր եւ բժշկում հիվանդներին, կույրերին տեսողություն էր տալիս, կաղերին քայլելու ունակություն եւ նույնիսկ մեռելներին էր հարություն տալիս, ինչպես Ղազարոսին։ Նրա մեջ մարդիկ տեսան Էմանուելին, որ նշանակում է Աստված մեզ հետ է։ Հիսուսը խոսում էր առակներով, բացատրելով երկնքի արքայության գաղտնիքները։ Նա քարոզում էր սիրո եւ ողորմության մասին, լեռան քարոզը։ Սակայն կրոնական առաջնորդները, փարիսեցիներն ու քահանայապետերը սկսեցին դավեր նյութել նրա դեմ։ Երբ Հիսուսը տաճարից վռնեց առևտրականներին, ասելով. «Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի», նրանց ատելությունն ավելի մեծացավ։ Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Ձեզնից մեկն ինձ մատնելու է»։ Նա վերցրեց հացը, օրհնեց եւ տվեց նրանց, ասելով. «Այս է իմ մարմինը»։ Ապա վերցրեց բաժակը. «Այս է իմ արյունը, նոր ուխտի»։ Սա դարձավ Սուրբ հաղորդության հիմքը։ Այդ գիշեր Գեթսեմանի պարտեզում Հիսուսն աղոթում էր մինչև արյունոտ քրթինք, իսկ Հուդա Իսկարիովտացին մատնեց նրան համբույրով։ Հիսուսին տարան Պոնտացի Պիղատոսի մոտ, չնայած Պիղատոսը մեղք չգտավ նրա մեջ, ամբոխը ճչում էր. «Խաչիր դրան»։ Հիսուսին դաժանորեն ծեծեցին, փշեպսակ դրեցին գլխին եւ տարան Գողգոթա։ Խաչի վրա նա աղոթում էր. «Հայր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»։ Կեսօրին խավար պատեց երկիրը։ Հիսուսն ասաց. «Կատարված է», եւ հոգին ավանդեց։ Երրորդ օրը կանայք եկան գերեզման եւ տեսան, որ քարը գլորված է։ Հրեշտակն ասաց. «Ինչու եք կենթանիին մեռելների մեջ փնտրում, նա այստեղ չէ, նա հարություն է առել»։ Հարություն առած Հիսուսը երևաց իր աշակերտներին եւ պատվիրեց. «Գնացեք եւ բոլոր ազգերին իմ աշակերտը դարձրեք, մկրտելով նրանց Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով»։ Ապա նա համբարձվեց երկինք։ Հոգեգալիստյան օրը Սուրբ Հոգին հրեղեն լեզուների տեսքով իջավ առաքյալների վրա։ Նրանք սկսեցին խոսել տարբեր լեզուներով եւ քարոզել Աստծո մեծագործությունների մասին։ Այդ օրը 3000 մարդ հավատաց եւ մկրտվեց։ Եկեղեցին սկսեց աճել, բայց նաեւ հալածվել։ Ստեփանոս նախավկան դարձավ առաջին նահատակը։ Հալածողների թվում էր Սողոսը, Սավուղը, Տարսոնից։ Սակայն Դամասկոսի ճանապարհին պայծառ լույսը կուրացրեց նրան, եւ նա լսեց Հիսուսի ձայնը. «Սավող, Սավող, ինչու ես հալածում ինձ»։ Սողոսը հարցրեց. «Ո՞վ ես դու, Տեր»։ Ձայնը պատասխանեց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Վեր կաց, գնա քաղաք, եւ այնտեղ քեզ կասեն, թե ինչ պիտի անես»։ Ժամանակավորապես կուրացած եւ ցնցված Սողոսին ուղեկիցները բերեցին Դամասկոս։ Այնտեղ Անանիա անունով մի բարեպաշտաշակերտ Տիրոջ հրամանով եկավ նրա մոտ. «Սավող եղբայր, Տեր Հիսուսը, որ երևաց քեզ ճանապարհին, ուղարկեց ինձ, որպեսզի վերագտնես տեսողությունդ եւ լցվես Սուրբ Հոգով»։ Նույն վայրկյանին կարծես թեփուկներ ընկան նրա աչքերից։ Նա տեսավ եւ մկրտվեց, սկսելով իր նոր ուղին որպես Պողոս, Քրիստոսի ուսմունքի ամենաբոցաշունչ քարոզիչը։ Պողոսն ու Բարնաբասը սկսեցին տարածել ավետարանը հեթանոսների մեջ։ Չնայած վտանգներին, նրանք ասում էին. «Մենք չենք կարող չխոսել այն մասին, ինչ տեսել ենք»։ Երուսաղեմի ժողովում Պետրոսը հաստատեց. «Մենք փրկվում ենք Տեր Հիսուսի շնորհով, ինչպես եւ նրանք, հեթանոսները»։ Պողոսը շարունակեց իր ծառայությունը, անցնելով նավաբեկությունների, բանտարկությունների եւ տանջանքների միջով։ Աթենքում նա համարձակ քարոզեց. «Աստված պատվիրում է բոլոր մարդկանց ամենուր ապաշխարել»։ Ի վերջո նա ձերբակալվեց եւ ուղարկվեց Հռոմ, Կայսեր դատին։ Ճանապարհին նավաբեկության ենթարկվելով Մալթա կղզու մոտ նա փրկվեց օձի խայթոցից եւ բժշկեց տեղի հիվանդներին։ Հռոմում բանտարկված լինելով հանդերձ Պողոսը գրեց իր հայտնի թղթերը, նամակները եկեղեցիներին։ Փիլիպեցիներին նա գրում էր. «Ամեն ինչ կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»։
Նրա հավատարմությունն անսասան էր։ Մինչ այդ Պետրոսն ու Հովհաննեսը տարածում էին ուսմունքը Երուսաղեմում։ Պետրոսի տեսիլքը Կորնելիոս հայրապետի տանը դարձավ շրջադարձային պահ։ Ավետարանն առաջին անգամ ուղղվեց ոչ հրեաներին։ 44 թվականի հուլիսի 15-ին Ռոմը համակեց ահռելի մի հրդեհ։ Կայսեր Ներոնը կեղծավորաբար մեղադրեց քրիստոնյաներին եւ սկսեց դաժան հալածանքներ։ Քրիստոնյաներին խաչում էին, հրկիզում որպես կենդանի ջահեր։ Այդ մռայլ օրերին Պողոսը նորից բանտարկվեց։ Իր վերջին նամակում Տիմոթեոսին նա գրեց. «Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքն ավարտեցի, հավատքը պահեցի»։ 67 թվականին Պողոսը գլխատվեց, բայց նրա ժառանգությունը ոգեշնչեց հազարավորների։ 70 թվականին Երուսաղեմի եւ տաճարի կործանումը հաստատեց, որ իսկական երկրպագությունը կապված չէ միայն մի վայրի հետ, այլ կենտրոնացած է Քրիստոսի վրա։ Այդ տարիներին գրվեցին Նոր Գտակարանի գրքերը։ Մատթեոսը ներկայացրեց Հիսուսին որպես հրեաների թագավոր, Մարկոսը որպես տառապյալ ծառա, Ղուկասը որպես կատարյալ մարդ եւ փրկիչ։ Նոր Գտակարանի վերջին գիրքը Հայտնությունն է, որը Հովհաննեսը գրեց Պատմոս կղզում։ Նա տեսավ նոր երկինք եւ նոր երկիր, որտեղ բարին հաղթում է չարին, եւ Աստված սրբում է ամեն մի արցունք։ Եկեղեցու պատմությունը չավարտվեց այս տեքստերով։ Մենք դրա շարունակողներն ենք։ Նույն հոգին, որն առաջնորդում էր առաքյալներին, առաջնորդում է մեզ այսօր։